Բարև ձեզ։ Պատերազմները հենց այնպես չեն ավարտվում ռազմաճակատում։ Դրանք ավարտվում կամ շարունակվում են բանակցային սեղանի շուրջ, քարտեզների վրա եւ գերհզոր պետությունների բարդ հարաբերություններում։ Այնինչ կատարվում է այսօր Ուկրաինայում, պարզապես պատերազմ չէ, պարզապես ռազմական գործողություն չէ, դա համաշխարհային վերադասավորում է, որին վերջին օրերին եկել խառնվել են Միացյալ Նահանգների խաղաղության նոր ծրագիրը, այս ու այն կողմից հնչող հակասական հայտարարությունները եւ ընդհուպ մինչև գաղտնի խոսակցությունների հրապարակումները։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարում է, որ Կիևը պատրաստ է առաջ ընկնել Միացյալ Նահանգների առաջարկած խաղաղության ծրագրով։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը եւս նման ուղերձ է հղում այն մասին, որ համաձայնությունը շատ մոտ է, իսկ աշխարհը սպասում է մեկ հարցի պատասխանի. արդյոք մենք ականատեսն ենք լինելու պատերազմի ավարտի։ Իսկ եթե Ուկրաինայում պատերազմը ավարտվի, առայժմտեսականորեն ասենք, դա ինչ է նշանակում հարավային Կովկասի համար, ինչ կանի Ռուսաստանը հարավային Կովկասում, նոր ճնշումներ, թե նոր կառուցողական առաջարկներ։ Այս արտաքին համաշխարհային զարգացումների ֆոնին Հայաստանում ներքաղաքական վերադասավորումներ են, նոր կուսակցություններ, նոր ուժեր, նոր շարժումներ, նոր հայտարարություններ, նոր խոստումներ, դրանցից ընդամենը մեկը առանձնացնենք, որ ամենաթարմն է, այսօր Միասնության թևեր շարժման առաջնորդը հայտարարել է, փորձել է տարանջատել նախին նախագահներին քաղաքականությունից եւ հայտարարել է, որ եթե ընդդիմությունը ուզում է հաղթել, ապա նախին 3 նախագահները պետք է հեռանան քաղաքականությունից։ Այս հարցերն ենք քննարկելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, զրուցակիցս քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն է։ Բարև ձեզ։ Այսինչ է կատարվում Ուկրաինայում։ Իրադարձությունն այնքան արագ են զարգանում, որ նախորդին ասում էինք Թրամփը ասում է, եթե միայն հավատացեք, երբ որ ձեր աչքով տեսնեք, այսօր ասում է շատ մոտ ենք մենք համաձայնությանը։ Ընդհանուր խճանկարը նկարագրենք, ինչ է կատարվում Միացյալ Նահանգների խաղաղության նոր ծրագիր, Ժնևան բանակցություններ, հասնենք մինչև այդ գաղտնի ձայնագրություն եւ հրապարակում։ Դե կարող եմ ասել, որ սա խայտառակ ձայնագրություններ են, Բլումբերգը, որը հրապարակել է, Ուշակովի, Կիրիլ Դմիտրիևի, նախագահի օգնական ՌԴ եւ հատուկ ներկայացուցչի խոսակցությունը ԱՄՆ հատուկ ներկայացուցչի Ուիտկոֆի հետ, որովհետեւ կարճ ասենք, փաստորեն կներեք իհարկե ուղղորդում, ինստրուկտաժ են անում Ուիտկոֆը, թե ինչպես պետք է խոսի Կիրիլ Դմիտրիևը Տրամփի հետ կամ Վլադիմիր Պուտինը, ինչ պիտի զանգահարի ասի եւ այդպես էլ տեղի ունենում, որ ասում է թող զանգահարի Վլադիմիր Պուտինը, գովի իր խաղաղության գործընթացը Մերձավոր Արևելքում, Բուդապեշտում ուրեմն հանդիպման անցկացման մասին են խոսում, այսինքն լավ կլինի, որ հեռախոսազրույց լինի, այդպես էլ։ Այո, այդպես էլ ասում է քայլերը հերթով։ Կարծում սա նույնիսկ Տրամփի մեջքի հետևում է, ոչ թե կարծում եմ, այլ այնտեղ որևէ խոսք չկա, որ Տրամփը ինձ ասել է, որ ես ձեզ փոխանցեմ, իդեպ շատ փորձագետներ թերահավատ էին, որ Տրամփը ընդհանրապես կարդացել է այս ծրագիրը եւ տեղյակ է։ Եվ փաստորեն ստացվում է Մարկո Ռուբիոն չկա այս ամեն ինչի մեջ, ԱՄՆ պետքարտուղարը։ Մյուս կողմից մենք 4 սենատորի հայտարարություն տեսանք 2 օր առաջ, որոնք նշում էին, որ Մարկո Ռուբիոն իրենց հետ խոսակցության ընթացքում նշել է, որ բացարձակապես տեղյակ չի եղել այս ծրագրից։ Ստիպված Ռուբիոն հերքեց դա, բայց հենց այնպես սենատորները ոչինչ չեն ասում։ Եվ եթե տեսանք, թե ինչ ստացվեց Ժնևյան հանդիպումից, ընդհանրապես ծրագիրը փոխվեց, պարոն Ռուբիոնը ըստ էության փոխեց դա դարձնելով 19 կետ, որը անընդունելի դարձավ Ռուսաստանի համար։ Սա ցույց է տալիս, որ կուլիսային պայմանավորվածությունների արդյունք էր, որը իդեպ կրկնում եմ Տրամփի թիկունքի ետևում էր այս ամեն ինչը կատարվում եւ իմ կարծիքով Ուիտկոֆը չի կարող այլևս զբաղվել, իհարկե ես չեմ կարող դա որոշել, բայց Ուկրաինան եւ Եվրոպան պիտի շեշտը դնեն դրա վրա, որ այս ձայնագրությունները պարոն Տրամփ ցույց են տալիս, որ նա նույնիսկ ձեր թիկունքի ետևում է խոսում ռուսների հետ, իսկ թե դրանում ինչ որ բիզնես շահեր ունի թե ոչ, դա էլ գուցե հետագա ձայնագրություններ։ Ուիտկոֆ եւ Ռուբիո լրիվ տարբեր ուղղություններ, հա։ Դա վաղուց է։ Ամերիկյան մամուլում նշում էին, որ Կիրիլ Դմիտրիևը պարբերաբար հանգրվանում է Ուիտկոֆի տանը։ Ընդհանրապես ԱՄՆ-ում այդպիսի բան չկա, որ դրսից հյուրերը գնան եւ բանակցություններ բան։ Պետքարտուղարը դրա մասին չի իմանում։ Շատ տաղի ժամանակ է, տանը հյուրընկալվել։ Այո, տանը հյուրընկալվելը դա ճիշտ չի իմ կարծիքով, հատկապես եթե տեսնում եք, որ Լավրովն էլ ըստ էության Ռուսաստանում է չեզոքացվել։ Նա հայտնվում է այն ժամանակ, երբ արդեն բանը բանից անցնում է, պիտի հերքի
կամքի, որ Ռուսաստանը համաձայն է, բայց Կիրիլ Դմիտրիևը եւ Ուիտկոֆը դա այսպես երկու second track դիվանագիտությունն է, որը վարում են բիզնեսմենները։ Եվ կրկնեմ, ինչ շահեր ունի այդտեղ Ուիտկոֆը, որը իդեպ շատ բացասական անձնավորություն է նաեւ Հայաստանի տեսանկյունից, հիշում ենք նրա հայտարարությունները, ես իդեպ չեմ հավատում, որ Տրամպը իրոք այդպեսի բան է ասել, դա արդեն Նիկոլ Փաշինյանը կարող է հերքել, որովհետեւ ասում են, որ երեքով են եղել։ Հիշում եք, որ Ալիևը ինչու կանգնեց, Արցախը ադրբեջանական էր, նա պրովոկացիոն անձնավորություն է եւ գուցե նաեւ ադրբեջանական բիզնես շահերը կարող է սպասարկել։ Սա իմ ենթադրությունն է, որը կարծում եմ ունի տեղիք իրական լինելու։ Լավ, ես գաղտնի խոսակցության ձայնագրումից զատ հրապարակում ցեղանի վրա ինչ ունենք։ Միացյալ Նահանգների, հիմա ասենք Միացյալ Նահանգների, Տրամպի, թե ասենք Ռուսաստանի, չգիտեմ, այդ ծրագիրը համատեղ բիզնեսների։ Հա, մի խոսքով այդ ծրագիրը կա, այդ ծրագիրը հետո Ժնևյան բանակցությունները եւ այս գնահատականները Զելենսկու հայտարարությունը Երմակն էլ, չգիտեմ, էլի ճշտված է տեղեկությունը թե ոչ, որ հայտարարել է Ուկրաինան պատրաստ կլինի նոյեմբերի 27 էր նշվում ստորագրել եւ Տրամպի այդ լավատեսական էլի հայտարարությունը, որ համաձայնությունը շատ մոտ է։ Երմակը խոսում էր փոխված համաձայնության մասին, որը 19 կետից է բաղկացած։ Ուկրաինան մերժել է 28 կետը։ Դա էլ մերժեց Ռուսաստանը Աբու Դաբիում 19 կետ, այսինքն ունենք նույն իրավիճակը, Ռուսաստանը համաձայն չի, Ուկրաինան համաձայն չի, ամեն ինչ կորոշվի Սպիտակ տանը հանդիպման ընթացքում, արդեն խոսում են, որ Զելենսկին եւ Տրամպը պետք է քննարկեն տարածքային հարցերը։ Միացյալ Նահանգներում Սպիտակ տանն է դա որոշվելու, թե մինչ այդ սպասվող հանդիպումների ժամանակ մենք գիտենք, որ Ուիտկոֆը առաջիկայում ժամանելու է Մոսկվա, հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ եւ Միացյալ Նահանգների նախագահի եւս մեկ օգնական բանակից արդեն Կիև է մեկնելու։ Այս հանդիպումներից ինչ սպասել, ինչ խմբագրումներ, ինչ սրբագրումներ, ինչ տրամաբանություն կարող է փոխվել։ Դե J.D. Vance-ի ընկերոջ մասն է խոսքը Դենիել Դրիսկլի, որը ես կարծում եմ էլի պրոռուսական ավելի շատ ուղղվածություն ունի, որովհետև դուրս էլի եղան հանդիպումից սղագրություններ, որտեղ նա ճնշել է Զելենսկուն եւ ասել է, որ ժամանակն է գնաս զիջումների։ Երկու խումբ է հիմա աշխատում Տրամպի ուղղությամբ, մեկը Ռուբիոյի խումբն է, ուրեմն Ուկրաինայի շահերը պաշտպանող սենատորներ, որոնք մտերիմ են Տրամպի հետ, որոնք խոսում են սանկցիաների մասին, Լինսի Գրեմի գլխավորությամբ եւ ուկրաինացիները։ Հաջորդ խումբը եւ իհարկե եվրոպացիները միանշանակ հաջորդ խումբը Ուիտկոֆն է, Օրբանը, այստեղ Էրդողանին ինչու է Պուտինը միշտ զանգարում, երբ բարդ իրավիճակում է հայտնի։ Թուրքիային առանձին կանդրադառնա։ Այո, այսինքն կախված է թե այս երկու լոբիստական անվանենք խմբերից, որի աշխատանքը առավել կազդի Տրամպի վրա։ Գուցե հանդիպում չլինի Զելենսկու հետ, ինչու, որովհետեւ Տրամպը հասկանա, որ դա ոչինչ չի տալու, երկուսն էլ էլի չեն կանգնում, ինքը որ վերջում միշտ գալիս է այդ կետին, ասում է դե կռվեք, ես էլ բան չունեմ ասելու, բայց պարբերաբար վերադառնում է, որովհետև ԱՄՆ շահերից չի բխում ավարտել այս ամեն ինչը եւ դուրս գալ Եվրոպայից, դա արդեն ԱՄՆ անվտանգության դեմ է նաեւ գործում։ Էնպես որ այս ժամանակը պետք է օգտագործել գործուղելու համար Վաշինգտոն, Եվրոպայի այն ղեկավարներին, Իտալիայի վարչապետին, ուրեմն Ֆրիդրիխ Մերցին, Գերմանիայի ղեկավարին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին եւ Ֆինլանդիայի ղեկավար Ստուպին, որպեսզի նրանք կարողանան Տրամպին էլի հետ վերել, ինչպես իդեպ նախկին անգամ եղավ, երբ նրանք Զելենսկու վրա բղավելուց հետո գնացին Վաշինգտոն եւ կարողացան փոխել Տրամպի քաղաքականությունը։ Այն, որ Զելենսկին հայտարարում է, թե Ուկրաինան պատրաստ է առաջ ընթանալ Միացյալ Նահանգների կողմից առաջարկված խաղաղության ծրագրով, դուք ասում եք, որ դա վերամշակված տարբերակն է, 19 կետանոցն է, բայց այստեղ չլուծված, չհամաձայնեցված հարցեր չկան, տարածքների հարցը ի վերջո ամենակարևորը ինչ լուծում կարող է ունենալ։ Այդ հարցի հետ կապված Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ուկրաինա։ Խնդիրը այն է, որ սա միայն տարածքի հարց չի։ Բոլորը ռազմական փորձագետները նշում են, որ եթե Դոնեցկը հանձնվի Ռուսաստանին, հետագայում շատ հեշտ է լինելու Ռուսաստանի համար հարձակվել կրկին Ուկրաինայի վրա, որտեղ Դոնեցկում հենց այն ամրաշինական շրջաններն են, որը Ռուսաստանը չի կարողանում գրավել 2014 թվականից։ 12 տարի այս շրջանը Ռուսաստանը չի կարողանում լիովին վերցնել եւ սա շատ կարեւոր է։ Երկրորդը տարածքների վերաբերյալ լուրջ խնդիրներ կա սահմանադրության մեջ։ Զելենսկին ինքը չի կարող այդպիսի փաստաթղթեր ստորագրել եւ նվիրել վարձակալության, դա ընդհանրապես ինչ-որ անհասկանալի բան է Ռուսաստանին։ Մյուս կողմից Ռուսաստանի սահմանադրության 4 շրջանները Ռուսաստանին են պատկանում։ Այսինքն տարածքների հարցը շատ լուրջ է։ Հետո Զելենսկին չի կարող Ուկրաինայի ժողովրդի կամքին հակառակ գնալ, իսկ այնտեղ մեծամասնությունը դեմ է։ Սա պետական դավաճան
անմիջականության նման բան կարող լինել։ Ես հիշեցի այն էմոցիոնալ ուղերձը։ Այո, եւ սա նաեւ հատուկ արեց Ուկրաինայի նախագահը, որ այդ հակակոռուպցիոն սկանդալը մի փոքր ստվերի եւ հասկացնի, որ սա պետք է միավորվեք իմ շուրջ, նա անդադ դա էր ասում, դուք ինձ պետք է տաք հնարավորություն եւ այլն, այսինքն ստվերվեց, կարելի ասել է հակակոռուպցիոն սկանդալը նոր ձայնագրություններով։ Մյուս կողմից ես չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինն էլ է լիովին համաձայն այս ծրագրի հետ, այլ հարց է, որ սա գրվել է իմանալով իմ կարծիքով, որ Ուկրաինան մերժելու է, որ մերժողը Տրամպին լինի Ուկրաինան, որովհետեւ Ռուսաստանը չի գնացել Դոնեցկը գրավելու համար, սա Դոնեցկի համար չի, պայքարը Ռուսաստանը գնացել է ըստ Տրամպի ողջ Ուկրաինան վերցնելու, ինչով է Ռուսաստանին ձեռնտու, որ այսքանը քեզ, այսքանը մեզ եւ հաջողություն։ Հիմա այս ամեն ինչով հանդերձ համաձայնության հնարավորություն, անհնարինություն, հավանականություն, բարձր կամ ցածր հավանականություն, ինչ կարելի է կանխատեսել։ Բոլոր կողմերը նույն տակտիկան են դրսևորում, չեն ասում մերժում ենք Տրամպին, Եվրոպային մերժում ենք, Պուտինին մերժում ենք, Տրամպին ոչ։ Զելենսկու հայտարարություն, որ ես պատրաստ եմ առաջ գնալ, դա ընդհանրապես որ չմերժեմ, Իհարկե, Համասն էլ է այդպես անում, Իսրայելն էլ, Հայաստանը, Ադրբեջանը, բոլորը ասում են շատ լավ ծրագիր է, բայց կան կետեր։ Դրա համար Պուտինը պիտի ասի, այո, լավ ծրագիր է, բայց Եվրոպայինը չենք ընդունում, Զելենսկին պիտի ասի շատ լավ ծրագիր է, բայց տարածքների հարցը Եվրոպան էլ համաձայն չի, Զելենսկի պիտի ցույց տա, որ միայն ինքը չի։ Տրամպն էլ պիտի ասի հիասթափված եմ, կամ էլ պիտի ասի մենք շարունակենք աշխատանքը, այսպես է, բոլորը սպասում են ինքը ընկղմվի իր ներքաղաքական խնդիրների մեջ, որովհետև երկուսին է ինչքան էլ տարօրինակ հնչի, այս բան ձեռնտու չի խաղաղությունը։ Այո, կուզենան որ ավարտվի, բայց հրադադարը ձեռնտու չի, իսկ հրադադար դա հնարավորություն կտա Ռուսաստանին նորից իր ուժերը հավաքել, վերազինվել, նույնը Ուկրաինան կարող է անել, դրա համար Պուտինը չի կանգնում, նա բանակցում է, բայց չի կանգնում, շարունակում է։ Պոկրովսկի գրավման հետ կապված ինչ որ խնդիրներ են առաջանում փաստորեն, չնայած մի ամիս առաջ էր Գերասիմովը զեկուցել։ Դուք վստահ եք, որ Ուկրաինան ժողովուրդը նկատի ունեմ դեմ կլինի տարածքների հարցը այդ կարգով լուծելուն, այսինքն ինչ որ բաներ զուջելուն։ Ու Զելենսկու մասին չեմ ասում, որովհետև Զելենսկին հնարավոր է ճնշումների տակ ինչ որ համաձայնության կա, չնայած ասում եք, որ ինքը իրավասություն ունի, բայց դա այլ կնշանակի իր քաղաքական կարիերայի ավարտը կնշանակի։ Մի կողմ որ կարիերայի ավարտը կնշանակի, այնտեղ գործող որևէ կուսակցություն, խմբակցություն չի արտահայտել իր համաձայնությունը ոչ Տիմոշենկոյի, երկրորդ, երրորդ ուժերը, ոչ Պորոշենկոյի, այսինքն քաղաքական դաշտը դեմ է, մեկ։ Եվ մենք տեսանք, որ Սպիտակ տանը այդ վեճից հետո նույնիսկ նրանք աջակցեցին Զելենսկուն, չնայած քաղաքականապես հակառակորդներ են։ Ինչ վերաբերում է ժողովուրդը ինչ է մտածում, ես անկախ հետազոտական տվյալներն եմ նայում եւ ամերիկյան կողմից իրականացված եւ Կիևի ինստիտուտի, որ Ուկրաինան դեմ է իր տարածքների հաշվին, խաղաղությանը, այլ հարց է, որ Սերգեյ Մարկովը հատկապես իր նկատմամբ ճնշումներից հետո Ռուսաստանում ասում է, որ Ուկրաինայի բնակչության 90%-ը կողմ է խաղաղությանը, կներեք, ռուսական բնակչության մեծամասնությունն էլ ըստ հարցումների կողմ է խաղաղությանը, բայց խաղաղություն, ինչպես ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը, չի նշանակում կապիտուլյացիա։ Դուք մի պաշտոշապեցիք, ես ընդհանրեցի, ուզում եմ շարունակենք Թուրքիայի թեման։ Ինչ խաղ է խաղում Թուրքիան, ակտիվանում է, հեռախոսազրույց է ունենում, Էրդողանը հայտարարում է, թե բանակցությունների հերթական փուլը կարող է լինել նաև Թուրքիայում եւ այլն։ Սրա տողատակերում ինչ կա։ Նախ ես տեսակետ ունեմ, որ Զելենսկու եւ Էրդողանի հանդիպմանը Էրդողանն էլ է փորձել Զելենսկուն համոզել գնալ ինչ-որ զիջումների։ Չգիտեմ, այդպես են վերլուծում արևմտյան մամուլում։ Հետո Էրդողանը խոսեց Պուտինի հետ կրկին բանակցություններ վարելու մասին Սևծովյան հացահատիկի տեղափոխման վերաբերյալ, ինչու հենց հիմա, այսինքն հրադադարի է սպասում Էրդողանը։ Հաջորդը Պուտինը ինչու զանգարեց Էրդողանին։ Ես նկատել եմ, որ նա միշտ կամ զանգարում է Օրբանին կամ Էրդողանին, ոչ Չինաստան է զանգարում, սրա մասին էլ կխոսենք, դե Եվրոպա չի զանգահարի, հաստատ։ Այսինքն Էրդողանը, եկեք հիշենք, սկզբում նա ասում էր, որ Ռուսաստանը մեղավոր չի, հիշում եք Բայդենի ժամանակ, Ռուսաստանին ստիպեցին, հետո երբ նա տեսավ, որ Ուկրաինան չի պարտվում, մտքում մտածեց, դե դա դիվանագիտություն է թուրքական։ Մեջտեղը կանգնեմ, կամ Ալիևի նման է, կամ որ պահին Պուտինը ուժեղ է, կասեմ Ռուսաստանը մեղավոր չի, որ պահին Զելենսկին չի պարտվում, կասեմ Ուկրաինայի տարածքային ամբողջությամբ ինչ իրավիճակ է եւ սեփական ինչ որ բան ստանա, ինչ որ բաժին ստանա այս ամբողջ պատմությունից, հնարավոր է մտնում է նաեւ, չգիտեմ, Ղրիմ, թաթարների հարց եւ այլն։
Ես կարող եմ հիշեցնել ավելի։ Թուրքիան խոսում էր, որ առանց իրեն Եվրոպան չի կարող անվտանգ լինել եւ ասում էր, որ իր զորքերը պետք է տեղակայվեն Ուկրաինայում։ Նա ոչ թե Ղրիմի մասին է մտածում, Ուկրաինայում, այսինքն Եվրոպայի սրտում ազդեցության ուժեղացման այլ հարց է, որ եվրոպացի լիդերները այսպես չլսելու տվեցին եւ շարունակեցին այդ թեման, իմանալով ով է Էրդողանը։ Հաջորդը իհարկե նա միշտ խոսում է, որ Ղրիմի թաթարների իրավունքները ոտնահարվում են, այդտեղ պետք է ավտոնոմիա լինի, ինքնավարություն, նույնիսկ եթե դա ռուսական է, չնայած մենք չենք ճանաչում դա ռուսական։ Էրդողանը խորամանկ խաղ է խաղում տեսնելու համար, թե ով իրեն ավելի շատ օգուտներ կարող է առաջարկել։ Խոսելով ուկրաինական այս պատերազմի մասին, մենք անդադ շոշափում ենք Ռուսաստան, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ, կողքից Թուրքիա, բայց գլխավոր հիմնական դերակատարներից մեկին կարծես թե մոռանում ենք Չինաստան։ Չինաստանի դիրքորոշում, դերակատարություն, ակնկալիքներ ինչպիսին են։ Փոքր դատարից հետո շարունակենք։ Վերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցեմ, սա Ազատ զրույցն է Free News եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Լիլիթ Տալդաքյանի հետ։ Մենք հասանք Ուկրաինայի համատեքստում Չինաստանի դիրքորոշմանը եւ դերակատարմանը։ Գիտեք, այդ մոտեցումը, որ Չինաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, դա շատ պարզունակ է։ Ես կարող եմ հիշեցնել նախորդ անգամ, երբ կրկին Թրամփը Պուտինին առաջարկում էր վերջացնել այս հարցը, կիսելով Ուկրաինան, Չինաստանի ներկայացուցիչը Եվրամիությունում հայտարարեց, իդեպ դա իմ Facebook-յան էջում կա, որ անարդար է, որ Ուկրաինայի հարցը լուծվում է առանց եվրոպացիների։ Հետաքրքիր է։ Այսինքն ինչ է անում Չինաստանը։ Չինաստանին ձեռնտու չի, որ պատերազմը ավարտվի։ Չինաստանը հիմա կլանում է Ռուսաստանին, մյուս կողմից ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները փորձում կառուցել, ապագայում Թրամփ Սին Ցինպին հանդիպում է էլի սպասվում, այսինքն նա սպասում է տեսնի ինչ է լինում, երբ հասկանում է, որ Ռուսաստանը կարող է փախչել իր ազդեցության, այսպես պարզ ասեմ, զոնայից, սկսում է եվրոպացիների հետ խաղալ, եվրոպացիներն են նույն խաղը խաղում, Ֆրիդրիխ Մերցը նշեց, որ նա խոսել է Չինաստանի, այդպես վարչապետ, այսպես կարող ենք ասել, հետ եւ քննարկել են Ռուսաստանի վրա հնարավոր ճնշման լծակները։ Այսինքն Չինաստանը, եթե տեսնի, որ Պուտինը շատ է մտերմանում ԱՄՆ-ի հետ, Եվրոպայի հետ արդեն կսկսի, նաև տնտեսական առումով, որովհետև շատ ճնշում է ԱՄՆ-ն, չէ, Եվրոպային։ Իսկ երբ տեսնի, որ Պուտինը պարտվում է, Չինաստանն ասել է ցույց չենք տա պարտությունը, նա արդեն կսկսի նորից աջակցել Ռուսաստանին։ Հիմա ես կարող եմ ասել, որ չիպերի լուրջ խնդիր ունի Ռուսաստանը եւ հրթիռները ըստ էության էլ չի կարողանում օգտագործել եւ դրոններ ստեղծել։ Ըստ էության 4 տարում Ռուսաստանը չկարողացավ չիպ արտադրել ի տարբերություն Ուկրաինայի։ Այսինքն Չինաստանն էլ խորամանկ է խաղում, որպեսզի շարունակի այս կոնֆլիկտը։ Եթե կոնֆլիկտը ավարտվի եւ ԱՄՆ ուշադրությունը գնա դեպի Չինաստանի ուղղությամբ արդեն հարավ Արևելյան Ասիայի ուղղությամբ Ճապոնիան է հայտարարություններ անում բանակի վերազինման եւ Տայվան ներխուժման մասին, ասելով որ կպաշտպանեն Տայվանը։ Տեսանք, սա շատ կարեւոր է, մենք այդքան ուշադրություն չենք դարձնում, բայց Ճապոնիայի նոր վարչապետը ըստ էության հասկացրեց, որ մենք կպաշտպանենք Տայվանը, մինչ այսօր երբևէ այդպիսի բան չի եղել։ Այսինքն Չինաստանի ձեռնտու է, որ այս կոնֆլիկտը շարունակի, երկուսը իրար մաշեցնեն եւ ինքը այդտեղ հաղթի։ Եթե ավարտվում է եւ հոգուտ ինչ որ մեկի, դա իրենց ձեռնտու է։ Միացյալ Նահանգներին ասացիք, Միացյալ Նահանգներն էլ ձեռնտու չի ավարտը պատերազմը, թե Միացյալ Նահանգները ցանկանում է շատ եթե կոպիտ ասեմ Ուկրաինան հանձնել Ռուսաստանին։ Եվ եթե այդպես է արդյոք, սա չի նշանակում Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան ինչ որ աշխարհապաշտպանելու, ինչպես ընդունված էր, հա, մեր իրականության մեջ ասել աշխարհապաշտպանելու գործը։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին մրցակից չի համարում։ Միացյալ Նահանգների գլխավոր մրցակիցը Չինաստանն է։ Եթե պիտի նորյալ դա տեղի ունենա, դա ԱՄՆ եւ Չինաստանի միջև է տեղի ունենալ, որովհետեւ Միացյալ Նահանգներում Թրամփի մասին չեմ խոսում, բարձ գիտակցում են, դա տասնամյակների քաղաքականություն է, որ Ռուսաստանը Չինաստանի պրոքսի գործիքն է, ինչպես Իրանը։ Այո, իրենք ուզում են Ռուսաստանին հեռացնել Չինաստանից, բայց ժամանակը եկել է հասկանալու, որ հակառակ process է Ռուսաստանը ավելի է ընկղվում չինական այս ճիրանների մեջ։ Ինչ վերաբերում է Ուկրաինան հանձնելը ձեռնտու է թե ոչ, եթե Միացյալ Նահանգները ցանկանում են մնալ աշխարհաքաղաքական կենտրոն, դեռ հեգեմոնի մասին չեմ խոսում, Եվրոպան նվիրել, իսկ դա կնշանակի Եվրոպան, որտեղ Ուկրաինան heartland-ն է, չէ՞, այսպես, նվիրել Ռուսաստանին, սա կնշանակի, որ ԱՄՆ-ն այլևս ոչ Ռուսաստանի վրա ունի լծակ, ոչ էլ Չինաստանը եւ ընդհանրապես կարող է դուրս գալ բոլոր տարածաշրջաններից։ Հիմա եթե պայմանականորեն համարենք, որ պատերազմը ավարտվում է, տեսականորեն ավարտվում է, այս պարագայում ինչ սպասել մենք արդեն Ռուսաստանի գործողություններից մեզ մոտ հարավային Կովկասում։ Այդ գործողությունները որքանով կլինեն համաձայնեցված կամ չհամաձայնեցված Միացյալ Նահանգների հետ։
Դե այն որ ըստ էության միջին միջանցքի գործունեությունը ԱՄՆ-ն ուզում է այստեղ սկսել եւ դա նաեւ Չինաստանին որպես հակակշիռ, այն որ Թուրքիան այդտեղ շատ կարեւոր է հայ-թուրքական սահմանի բացումը, ինչու է ԱՄՆ-ն փորձում անընդհատ Թուրքիային ճնշել, Էրդողանն էլ սպասում է ելնելով այս իրավիճակից Պուտինի հետ կիսի տարածաշրջանը, թե Տրամպի հետ գնա համաձայնության։ Իդեպ շատ կարևոր է, որ Վենեդիկտովը վերջապես խոստովանեց, որ Ռուսաստանը նախորոք էր որոշել Արցախի ճակատագիրը, քանի որ ինքը պատրաստվում էր հարձակվել Ուկրաինայի վրա, սա շատ ակնհայտ է։ Պահանջվում էր ապացուցել։ Պահանջվում էր ապացուցել, բայց կան շրջանակներ, որ մեկը այդ ապացույցը չի բավարարում, այսինքն այստեղ մրցակցություն լինելու չի կարող ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ տարածաշրջանը կիսել։ Իդեպ դա ասել է Լավրովը, նշելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է հեռացնել Հարավային Կովկասից Ռուսաստանին։ Այլ հարց է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը նույնիսկ եթե հեռանան, այստեղ Վրաստանը շատ այսպես վատ դեր է տանում, պարզ ասեմ, որովհետեւ Իվանիշվիլին լիովին ընկալված է ռուսական գծում, չնայած եթե ճնշումներ լինեն բանկային առումով Շվեյցարիայի հաշիվների, գուցե փոխի, բայց տարածաշրջանը ամբողջովին դուրս չի գալիս ըստ էության Ռուսաստանի ազդեցության տակ։ Վրաստանում էլ հիմա ակտիվացել են, ասում են մենք կարողացանք մեր դիվանագիտության միջոցով պահպանել մեր երկրում խաղաղություն, ինչը ցավոք չկարողացան, մոտավորապես եմ ասում Ուկրաինայում մեր գործընկերները։ Դա շատ պարզունակ մանիպուլյացիա է, որ այսինքն Ուկրաինային ինչ էին առաջարկում հանձնվել, Հայաստանում էլ կան շրջանակներ, որոնք Նիկոլ Փաշինյանին ասում են Կիրանցի 10 քառակուսու համար գնա պատերազմի։ Ներողություն իհարկե, որ այդպես եմ ասում, յուրաքանչյուր սանտիմետրն էլ պետք է պահել։ Միտքը հասկանալի է, բայց Ուկրաինա ինչ ա եղել այդ կեսը տուր, հանգիստ ապրի, չեն խորանում կներեք տալուց հետո էլի կշարունակի, թե ոչ ով է ասել, որ եթե տարածքը տալիս ես հագենում է Հիտլերյան քաղաքականությունը։ Նույնը վերաբերում է Վրաստանին, իսկ ով է ասել, որ այդտեղ խաղաղությունը որոշված է։ Այսինքն Իվանիշվիլին խոստանում էր վերադարձնել Աբխազիան, Օսետիան, ոնց է վերադարձնել դիվանագիտությամբ, ես կասկածում եմ։ Հիմա ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, Ռուսաստանը դուրս չի եկել, Ռուսաստանը հույսը չի կորցրել 3+3 հարթակից, նոյեմբերի 9-ի համաձայնագից Ռուսաստանը ուզում է կանգնել այդ ճանապարհների վրա։ Արդյոք ԱՄՆ-ն այս ղեկավարությունը կստիպի, որ Ռուսաստանը մոռանա դրա մասին, թե էլի բիզնեսմեններով կորոշեն, որ կիսում են, բայց դա շատ վատ հետևանքներ ունենալու Հայաստանի համար, որովհետև այստեղ տարբեր կենտրոնների շահերն են խաչվում, որը խաղաղությամբ չի կարող ավարտվել։ Այս համատեքստում վարչապետի այցը Ղազախստանի այդ միջին միջանցքի տրամաբանության մեջ ինչ դիտարկումներ։ Իհարկե դրական է, ցանկացած ուրեմն այց, հատկապես Ղազախստանը այսօր շատ կարևոր երկիր է այդ միջին միջանցքի համար։ Դրա համար Տոկաևը գնաց Վաշինգտոն, հետո գնաց Մոսկվա, որովհետև Ղազախստանը եւ Հայաստանը ըստ Washington Post-ի կարող են լինել այն անկայունության օջախները, որ Ռուսաստանը հրահրի, որպես այս միջին միջանցքը չաշխատի։ Ղազախստանի հյուսիսում ռուսների ներկայությունը դա Սալավյովը բարձ ասում է իդեպ։ Դե Հայաստանում էլ գիտենք ներքին շրջանակ Ադրբեջանին ինչ որ պահին խաղի մեջ մտցնել, երբ Ալիևը տեսնի, որ ԱՄՆ-ն այդքան էլ իր խոսքի տերը չի, այսինքն Ալիևն ու Պուտինն էլ են սպասում, Էրդողանն էլ է դրան սպասում, դրա համար հայ-թուրքական սահմանը չի բացում, դա կապելով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ։ Բայց Հայաստանը պիտի ամեն ինչ անի, որպեսզի այս երկրներին, որոնց հետ մեր շահերը համընկնում են, ավելի նրանց հետ հարաբերություններ խորացնի։ Մենք Ղազախստանի ուղղությամբ մինչև այսօր կարծես որևէ լուրջ քայլեր չենք կատարել։ Իսկ հայ-ադրբեջանական գործընթացում այնինչ կատարվում է հիմա Ադրբեջանի կողմից սպասողական դիրք է, թե ընդհակառակը դրական զարգացումներ, ես չգիտեմ, քաղաքասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելություններ, խաղաղության կամուրջ ուղերձներ եւ այլն։ Այդ ուղերձները միշտ էլ եղել են, դրանից հետո Ալիևը կրկին պրովոկացիոն հայտարարություններ է արել, այսինքն այս երկու ուղղությունը պահում է Ալիևը։ Ես շատ խաղաղասեր եմ, Տրամփ, ես ամեն ինչ ճիշտ եմ անում։ Զանգեզուրի միջանցքը, Սևանը, ավտոներով կգանք թե տանկերով, ես չեմ ասում, որ դա դրանով տարածքային պահանջ է ներկայացնում, դա պրովոկացիաներ է անում, դա չտեսնելը ըստ ում անհնար է։ Ինչ վերաբերում է քաղաքասարակության, այդտեղ չկա քաղաքասարակություն, բայց իհարկե պիտի բոլորի հետ փորձել շփվել, հասկանալով, որ Ալիևը այդտեղ միանձնյա է որոշում կայացնում, ի տարբերություն Հայաստանում, որը ժողովրդավարական երկիր է եւ ինչ որ ազդեցություններ կարող է ունենալ որոշման վրա, այնտեղ Ալիևը հաստատ այդ քաղաքասարակության անդամներին չի լսելու, երբ հասկանա, որ Տրամփը կարծես այդքան էլ հետևողական չի։ Ինչեւ Հայաստան կալը 1-2 հարցով էլ մերձավոր արևելքում ընդհանուր խճանկարը չշապեն։
Դե Իսրայելը օգտվում է իրավիճակից, որ ռուս-ուկրաինական այս բանակցությունները ակտիվ ընթանում են, նա հարված է Լիբանանի տարածքին, խախտելով համաձայնագիրը կնքված Լիբանանի հետ ամերիկյան միջնորդությամբ, հիմա Պաղեստինի Համասի դիրքերին է հարվածում, զուգահեռաբար Համասը խորաման քաղաքականություն է դրսևորել, ասում է տեխնոկրատների կառավարությունը ես կձևավորեմ, ես դառնում եմ կուսակցություն։ Համասը կուսակցություն է։ Չգիտեմ, ինչքանով է լուրջ, իդեպ տեսնում եք Տրամպը ամենտեղ իրեն փորձում է որ նոր պաշտոն տալ խաղաղության խորհրդի ղեկավար։ Մեկը լինի հարցնի իհարկե իրեն քաջ առողջություն, բա որ ինքը չլինի, այդ process-ները ինչ են լինելու, դա տասնամյակներ են տևում, այսինքն այդտեղ շատ հարցեր կան։ Եվ այդտեղ խաղաղություն չի կարող հաստատել, որովհետև դա ոչ ուզում է Նետանյահուն ելնելով իր նաև անձնական շահերից եւ մաքսիմալիստական դիրքերից։ Տեսնում ենք նա այդ արևմտյան ափը անդադ ուզում է կցել Իսրայելին եւ այնտեղ բախումներ են բեդվինների վրա հարձակում։ Մյուս կողմից Համասը ուզում է ոչնչացնել Իսրայելը եւ չի ուզում զենքերը վայր դնել, այսինքն ինչքան էլ բանաձևեր ընդունվեն գեղեցիկ, եթե այս խնդիրները չենք հասկանում, Թուրքիայի ազդեցությունը չենք հասկանում Համասի վրա եւ ներկայության ցանկությունը Պաղեստինում, որին Իսրայելը դեմ է, ինչ ունի Ռուսաստանը, Չինաստանը, այսպես պարզ չի։ Հռոմի Պապի առաջիկա այցի մեջ ինչ որ քաղաքական երանգներ տեսեն, թե դա զուտ կրոնական, քրիստոնեական խաղաղության կոչերով, աղոթներով ինչ որ մի բան։ Եթե հաշվի առնենք, որ Հռոմի Պապը ազգությամբ, այսպես ասենք, ամերիկացի է եւ հիմա Տրամպը քրիստոնեության, այսպես պաշտպանության դիրքերից է հանդես գալիս, հիմա մոդայիկ է դարձել այդպես խոսել քրիստոնեության պաշտպանության մասին, նա փորձելու է գուցե, եթե այդպիսի Տրամպից ազդակ ունի, Լիբանանում, որտեղ ամենամեծ գոյակցությունն է քրիստոնյաների եւ արաբների միջեւ, փորձել ինչ-որ համաձայնության կար, որտեղ Լիբանանը մասնատման եզրին է, այդտեղ շատ բարդ իրավիճակ է, Իսրայելն էլ ամեն ինչ անում է դրա համար։ Թուրքիայում էլ դե քանի որ Թուրքիայում նաեւ քրիստոնեական կարևոր հուշարձաններ կան, փորձում են նաեւ գուցե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին էլ խոսեն, չեմ կարող հիմա ասել, հանդիպումը կլինի կհասկանանք, բայց այն որ Հայաստանը առաջի հենց որ դա ասացիք, ես հիշեցի, որ մինչ այդ նախընթաց այցերը, հանդիպումները, հա, Հայաստանի վարչապետն էլ Վատիկան, Արամ առաջինի պատվիրակը Հայաստան։ Դե Հայաստանն էլ առաջի քրիստոնեություն ընդունված պետականորեն երկիրն է, Հռոմի Պապը կարևոր դիրք ունի, այնպես չի, նա նաև քաղաքական գործիչ է եւ եթե Հայաստանը իրոք այստեղ կապ ունի եւ նաև միջնորդել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորեն, ինչքան դա Էրդողանը ինչքանով կլսի, դա այլ հարց է, բայց ամեն ինչ էլ պետք է փորձել։ Չգիտեմ, ինչ որ քրիստոնեական նոր ճարտարապետություն այսպիսի տերմին է շրջանառվում, ոչ էս համատեքստում ընդհանուր առմամբ։ Լավ, հետևենք, թե ինչ է կատարվում, հիմա կանք Հայաստան, Հայաստանի ներս ինչ է կատարվում 2026 թվականի ընտրություններին ընդառաջ, ես նշեցի նոր կուսակցություններ, նոր շարժումներ, նոր գաղափարներ, նոր խոստումներ, մեր ձևով միասնության թևեր եւ այլն եւ այլն։ Ընդհանուր գնահատական տվեք, հետո վերջում երևի կանդրադառնանք նաեւ այսօրվա հայտարարություններին։ Ընդհանուր կարող եմ ասել, որ էլի նախկին ներկա պայքարը շարունակվում է նոր դեմքերով, նոր ձևով, նոր ձևերով, նոր ուժերով, 3 նախագահների չմասնակցելու մասին խոսքերով։ Հա, այդ ինչ է նշանակում, այսինքն եթե ուզում եք, որ ընդդիմությունը հաղթի, պետք է 3 նախագահները հեռանան քաղաքականությունից։ Այստեղ տարբերությունը միասնության թևերն ասում է պետք է 3 նախագահները հեռանան, մեր ձևով ասում մենք չենք համագործակցի, բայց չի ասում թող հեռանան։ Սա նորարարություն չի, Աջապահյանն էլ խոսեց, որ 3 նախագահները չպիտի մասնակցեն, հետո փոխեց իր տեսակետը, սկսեց գովաբանել Ռոբերտ Քոչարյանին, չեմ կարող ասել ինչ է փոխվել։ Ինչ վերաբերում է 3 նախագահներին, սա շատ վատ է խոսում իրենց մասին, ստացվում է իրենք այնքան անընդունելի են, որ Փաշինյանին հեռացնելու միակ ձևը նրանց չերևալն է։ Ինչ է պարոն Թաթոյանը այդպես մտածում մեր 3 նախագահների մասին, չեմ կարող ասել։ Ռոբերտ Քոչարյանը չի ասի, որ ինքը չի մասնակցելու։ Նախկինում է, սա Սերժ Սարգսյանի առաջարկն է, չգիտեմ Արման Թաթոյանը կապ ունի դրա հետ թե ոչ։ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, որին համաձայնեց Սերժ Սարգսյանը, չհամաձայնեց Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա կարծում եմ նույնը պիտի լինի, եթե իհարկե Ռոբերտ Քոչարյանը չի որոշել նոր սերնդի ձևով արդեն ոչ թե իր դեմքով հանդես գալ, բայց մեր ժողովուրդը հասկանում է ինձ թվում է, որ դա նույն քաղաքական ուժն է։ Ոչ թե պիտի ասի 3-ը պիտի չմասնակցեն, եթե անկեղծ երրորդ ուժ է, պիտի ասի այդ 3-ը ինչեր են արել, քննադատի եւ զուգահեռաբար Նիկոլ Փաշյան քննադատի։ Եվ հետո այստեղ մի հետաքրքիր բան կա, եթե ասում է 3-ը չպիտի մասնակցեն, այսինքն ցանկանում է աշխատել այդ 3-ի էլեկտորատի հետ։ Բայց այդ 3-ի էլեկտորատը խիստ կողմնորոշված է, չէ՞։
բայց այնտեղ մենք ունենք մի մեծ էլեկտորալ զանգված շուտ 50-60%, որ ոչ այս են, ոչ այն կողմնորոշվելու խնդիր ունեն։ Ինչու էս այդտեղ չի կենտրոնանում այլ այդ Շատ վատ ձև է ընտրել այդ երեքի էլեկտորատի հետ աշխատելու, որտեվ կրկնեմ դա վիրավորական է այդ էլեկտորատի համար, ստացվում է այս մարդիկ անընդունելի են, իրանց հանենք, որ մենք երևանք։ Ինչ վերաբերում է այն մյուսների հետ ինչու չի աշխատում, հենց ես դրա մասին եմ ասում, որտեվ մյուսների հետ աշխատելու համար պետք է բոլորին հավասարապես քննադատել։ Բայց քանի որ ես չեմ տեսնում, որ իրենք բոլորին քննադատում են, քննադատության մեխը մի հոգի է, դրա համար այն մյուս մեծ մասը ժողովրդի, որը կողմնորոշված չի, ես դե տայմ ասում 50-60%։ Նրանք չեն հավատում։ Կհավատան, եթե լինի անկեղծ քննադատություն, կամ որ ասում ենք նախկին իշխանության ինչը քննադատենք, այդ մարդիկ ներկա են հիմա քաղաքականության մեջ, ազգային ժողովում ներկայացված են։ Ես էլ չեմ ուզում իրենց մասին խոսել, բայց իրենք ներկայացված են, պիտի խոսես։ Այսինքն գնահատական պիտի տրվի բոլորին, ոչ թե ասենք դուք մի երևացեք, մենք Փաշինյանին կքննադատենք։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա ազատ զրույց է Free News-ի եթերում, ես զրուցում եի քաղաքագետ Լիլիթ Տալլաքյանի հետ, կհանդիպենք։